Եվ ներեցեք հարցս այնուամենայնիվ ձևակերպեմ, այս հակառուսականության գեներացվող ատելության ֆոնին ձեզ շարունակում են մեղադրել Հայաստանը Ռուսաստան-Բելարուս միութենական պետության կազմ մտցնելու մտադրության համար։ Կարող եք սպառիչ պատասխան տալ, հաշվի առնելով ձեր հայտարարությունները, որ այսօր էլ արդեն կրկնեցիք Ռուսաստանի մասով։ Ի վերջո, սուբյեկտայնության ինչ մակարդակ եք պատկերացնում Հայաստանի համար, եթե նորից իշխանությունը լինի ձեր ձեռքում, եւ ոնց եք պատասխանում այդ թեզերին։ Այն ինչ որ իրենք անում են մեկ նպատակով։ Իրենց գաղափարական մոտեցումների համար հիմքեր են ստեղծում, որովհետև իրենք տեսնում են, որ այնուամենայնիվ մեր ժողովրդի մեջ խորը նստած շատ պատկերացումներ կա եւ պատմական իրադարձությունների վերաբերյալ եւ մի շարք հարցերի շուրջ եւ փորձում են հենց տակից քայքայել այդ պատկերացումները։ Նպատակը սա է։ Թեման ես գիտեմ, որ ինձ փորձում են անընդհատ ինձ կապել միութենական պետության միանալու թեզը։ Եթե չեմ սխալվում, միութենական պետությունը ստեղծվել է 99 թվականին, իմ հիշելով։ Ես նախագահել եմ մինչև 2008 թվականը։ 9 տարի երբեք որևէ խոսակցություն իմ հետ Հայաստանին միավորելու միութենական պետություն չի եղել։ Ռուսաստանի նախագահի հետ։ Ոչ Ելցինի հետ ժամանակին որ ստացվել է, ոչ Պուտինի հետ։ Փորձերը չի եղել։ Ոչ էլ Լուկաշենկոն երբևէ խոսած։ Նույնիսկ մեծ հարց է, եթե մենք այդ հարցը դնեինք, իրենք մեզ հալա նախապայմաններ կդնեին, թե ոչ։ Ըստ տպավորությունը այնպեսին է, որ սենց կաղնած սպասում են, թե երբ կկլանեն Հայաստան այդ միության մեջ։ Ես ձեզ անկեղծությամբ ասում եմ, երբևէ այդ խոսակցությունը իմ հետ չեն ունեցել։ Հիմա ընդհանրապես միութենական պետության մասին եւ ձեր ցանկությունների, որտեղ իրենց դեռ մի կողմ։ Այդ ես ուզում եմ ուղղակի այդ բանը, այդ ստերեոտիպը մենք ճիշտ հասկանանք, չկա այդպիսի բան։ Չի եղել համենայն դեպս այն ժամանակ։ Հիմա ինչի են փորձում այդ միութենական պետության թեզը անընդհատ օգտագործել եւ հատկապես երբ խոսում են իմ մասին, իսկ իմ մասին վերջի ես մի երկու ամիսը ոնց որ մենակ իմ մասին եք ուրիշ հերոս չգիտեմ երևի այդ բանի հայտնի բանի սկեչից։ Նայեք, Լուկաշենկոն բավական երկար ժամանակ դեմոնիզացվել է արևմտյան լրատվամիջոցին, բավական երկար ժամանակ։ Եվ վերջում գումարվեց նաև այն հանգամանքը, որ Լուկաշենկոն գնաց Շուշի, եթե չեմ սխալվում, հարաբերությունները Իլհամ Ալիևի հետ եւ մեր մոտ բան է ստեղծվել, բավական բացասական վերաբերմունք է ստեղծվել Բելարուսի նախագահի նկատմամբ։ Եվ այդ բացասական վերաբերմունքը հիմա ասենց շահագործվում է 100%։ Դրա համար էլ միշտ անընդհատ է թեման շոշափում։ Իմ նախագահության ժամանակ եւ միջև իմ նախագահությունը երբեք Բելարուսը որևէ քայլ չի արել, որը կարող է մեր դժգոհությունը առաջացնել։ Հակառակը միշտ մեր կողքին կանգնացել։ Ես չգիտեմ ինչ պատահեց հետո։ Եվ սա երևի առանձին մի վերլուծության կամ ուսումնասիրության կարիք ունի, երբ փոխվեց եւ ինչու փոխվեց։ Հիմա սա է վիճակը։ Երբ խոսում ենք հարաբերությունների մասին, նայեք, Բելարուսը որևէ դերակատարություն չի կարող ունենալ այս տարածաշրջանում։ Չունի ոչ այդ պոտենցիալը, ոչ այդ ցանկությունը, ոչ այլ հետաքրքրություն։ Դրա համար Ռուսաստանի հետ հարաբերությունները անպայման ցեն շուրջ տալ, բերել, կապել միութենական պետության հետ, ուղղակի մանիպուլյացիվ չոր բաներ, քայլեր, փորձում են դրանով Ռուսաստանի հետ հարաբերությունների գրավչությունը նվազեցնել։ Ուրիշ բացատրություն ստե չկա։ Ու ասում անպայման պետք է որևէ խնդիր չկա եւ կրկնում է այդպես չի որ իրենց մոտ այդ ցանկությունը կա որ Հայաստանը մտնի այդ պետք է Ռուսաստանը հետ խորացնել այդ հարաբերությունը պետք է գոնե վերականգնել այն ինչ եղել է վստահություն ունենալ փոխադարձ որ չմտածեն որ հերթական անգամ ամեն քալափոխին քեզ գցելու է մեծ պետությունների հետ չի կարելի այդպես վարվել չի կա
թեզերից մեկին Դուք չանդրադառնալու։ պատկերացրեք Էստոնիայից խոսած։ Էստոնիան հանկարծ ինչ որ քայլեր անի, որոնք ամերիկացիներին դուր չի գալու կամ բրիտանացուց։ Կանի երբեք չեն անի, որովհետև հասկանում են, որ սա ուղղակի ազդեցություն կունենա իրենց անվտանգային հարցերի։ Նայեք, հետո միութենական պետությունը ասենց բոբոս արկելու կոնտեքստի մեջ նաև հետևալն էին ասում, չէ, որ համեր ինքնիշխանության կորուստ եւ այլն։ Հիմա համատեք միութենական պետության ինքնիշխանության կորուստը, այսպես ասենք, եւ Եվրոմիության համացան եզրեր չկա։ Եվրոմիությունը ունի Եվրոհազնաժողով, Եվրոհազնաժողովի նախագահ 27 կոմիսար, ամեն պետությունից մի, ամեն մեկը մի ուղղություն է։ Ըստ էության մի մարմին է, որը հնարավորություն ունի նույնիսկ պատժելու, տուգանելու, ինչ որ բաներ պարտադրելու, կա Եվրոխորհրդարան, որոնք ուղղակի քվեարկությամբ են ընտրվում։ Ոչ թե խորհրդարանների պատգամավորները հավաքում են, ուղղակի քվեարկությամբ են ընդունում եւ որոշակի լիազորություններ են։ Հիմա դա երկրագնդի վրա ամենից մեծ ինքնիշխանության կորուստի մոդելն Եվրոմիությունը։ Միութենական պետությունում այդպիսի բաներ չկան, ինչ որ մի երկու-երեք կառույց կա, որ ավելի շատ ֆորմալ բնույթ է կրում։ Երկու նախագահներ իրար հետ պայմանավորում են գործ առաջ։ Հիմա սովերենության կորուստը, այդ ինքնիշխանության կորուստը որտեղ ավելի շատ։ Եթե ձեզ համար երակա խնդիրը ինքնիշխանությունն է, Եվրոմիությունից ինչքան հեռու մնաս, ինքան լավ։ Բայց այդ միությունը, ասես կամավոր միություն է, մարդիկ շահերը հաշվել են, տեսել են, որ այսպես ապրել ավելի հետաքրքիր է, ավելի արդյունավետ է, այդպես են ապրել։ Վերջերս մի բան լսեցի, մեկը ասում է բան, ինքնիշխան փափաղով Մոսկվա գնաց։ Ոնց հետաքրքիր նախադասություն էր։ Ինքնիշխան փափաղ, իսկապես ինքնիշխան կոստյումի վրա։ Իշխող քաղաքական վերնախավի հայտարարություններից կարելի է դուրս բերել այդ թեզը, որ ավելի շատ ռուսներն են սադրում ատելություն թուրքերի նկատմամբ, քան պատճառներ կան իրականում պատմականորեն։ Մենք այդքան խելք չունենք ինքներս հասկանանք, թե մեր հետ ինչ է պատահել եւ Ռուսաստանը մեզ պիտի ինչ-որ ատելություն։ Դուք որտեղ եք դա նկատում։ Որ սովետի ժամանակ համալիրն է կառուցել ցեղասպանից։ Մենք երբ հա կառուցել։ Կառուցվել։ Դա իրականում ես սա եւ անլուրջ եմ համարում եւ առաջերտին անհարգալից վերաբերմունք հենց հայ ժողովրդին նկատմամբ։ Տեսեք, դուք Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության հետ կապված շատ ընդգծեցիք։ Ինչ է ասում իշխանությունը։ Ասում է Ռուսաստանը Հայաստանում հիբրիդային պատերազմ է սկսել։ Ասում է, որ Ռուսաստանը մեզ մենակ է թողել Ադրբեջանի հետ ագրեսիայի դեմ։ Ավելին, ասում է, երբ որ մենք հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված հարցեր ենք նրանք ու միջնորդի հետ կապված, մեզ հակադարձում են, արդյոք Ռուսաստանը չեզոք միջնորդ է, ընդգծելը, որ դա ավելի շատ Ադրբեջանի ձեռնտու տարբերակ է, որովհետև Ռուսաստանը կարող է Ադրբեջանի դիրքերից հանդես գալ։ Եթե Հայաստանում այսպիսի ընկալում կա Ռուսաստանի հետ կապված, երբ որ ասում եք հարաբերություններ վերականգնել, ինչպես եք պատկերացնում այդ հարաբերությունների ստեղծումը, այսինքն երբ որ Ռուսաստանը իմիջիալոց հիշեցնեմ վերջերս ազգային ժողովի նախագահ ասում էր, որ նոյեմբերի 9-ին նա Ռուսաստանում էր եւ գնացել էր ընկել նրանց ոտքերը, որպեսզի կանգնեցնեն պատերազմ, բայց չկանգնեցրին։ Այսինքն երբ որ կա այս ամեն ինչը, այս ամեն ինչով հանդերձ, դուք ինչպես եք պատկերացնում այդ հարաբերությունների վերակառուցումը, այսինքն արդյոք Ռուսաստանը այս ամենից հետո նախ այնպես կվերաբերվի Հայաստան, ինչպես դուք եք նշում, եւ արդյոք Հայաստանում նաեւ հանրության տեսանկյունից կլինեն արդեն այնպիսի տրամադրություններ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի առաջնային կհամարվեն, քան օրինակ ինչպես Եվրոպայի հետ կապված։ Դուք սկսել եք մի թեզից, որպես դա ճշմարտություն, ասում եք Ռուսաստանը մեզ չպաշտպան է, չփոխանցում եմ իշխանությանը տեսակետները։ Ուրեմն իշխանության թեզը, այսպես կոպիտ ասած, եւ այդ սխալ թեզի վրա արդեն կառուցվում է հարց։ Սա շատ բարձ հնարք եմ ես տեսնում սրա մեջ։ Այդ ոնց եղավ, որ Ռուսաստանը 91 թվից մինչև 23 թիվը կամ 23 թիվը որպես գործընկեր լավներ, հետո հանկարծ վատաց։ Ես այդպիսի պրետենզիա 10 տարի նախագահ եմ եղել,
Ես չեմ կարող այդպիսի պրետենզիա։ Ինչ լուրջ հարց եղել է, մենք քննարկել ենք եւ ամեն մեկը իր մասով 100%-ով կատարել ենք։ Նաեւ մեր անվտանգային հարցերի հետ կապված։ Բայց հիմնական սպառազինության ծավալը եւ այլ չեմ ուզում նույնիսկ դրա մեջ մտնել։ Ինչ պայմանավորում ենք 100%-ով արվում։ Հիմա ես ինչ փոխվեց մի օրում, ի փոխվեց։ Կամ 20 թվականի պատերազմը։ Ո՞վ էր կանացրել։ Հասկանալու միջնորդություն։ Ես գիտեմ ինչ դժվարությամբ են դա արվել։ Հոկտեմբերի 18-ին 20 թվականին ով էր առաջարկել, ով էր կաղնեցնում, մենք հրաժարվեցինք, չէ՞։ Մենք շատ հստակ մեր Հայաստանի վարչապետը ասես չէ կկռվենք, չենք կա։ Որ իրեն դավաճան չասի։ Դա էլ են գցում ռուսի գրպանը։ Դե լավ, հերիք ենք։ Այդ աստիճանի մենք բան չպետք է այդ մանիպուլյացիա ենթարկվելու, ուղղակի ոչ արդար է։ Ну, բացի արդարությունից միգուցե քաղաքականության մեջ արդարություն բառը այդքան լավ չի, բայց ոչ արդար է, ոչ էլ համապատասխանում է իրականության։ Խի ամեն ինչը փոխվեց։ Որովհետև մենք համարել ենք, որ Ռուսաստանը 2000 խաղապահն է Ղարաբաղում, այն դու, այն Ղարաբաղը, այն Ադրբեջանը։ Գնացեք իրար ոնց ուզում եք պայմանավորենք, ես ձեռքերս լվանում եմ, ես ստանում եմ աշխարհաքաղաքական խաղերի ազատություն, ինչ ուզում անում եմ։ То есть սա չի կարող անհետևանք չլինի։ Ռուսաստանն այդ պարագայում պետք է մտածի։ Այս Հայաստանը ոնց որ ուրիշ տեղ գնում, մեր գործընկերը չի, մենք փորձենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները ավելի խորացնենք, որ այս տարածաշրջանում մեր ներկայությունը չկորցնենք։ Շատ բնական, այսպես ասենք, ազգային իրենց պետական շահերից բխող քայլեր են անում։ Մեզ դուր չի գալիս։ Մենք էմոցիոնալ սկսում ենք բանանալ։ Մենք ինքներս մեզ չենք նայում, ասում ենք լավ։ Պատճառը հետևանքային կապը ո՞րն է։ Սկզբից ինչ ա եղել, հետո ինչ ա եղել։ Հիմա ստեղ ավելի շատ ոչ թե ճշմարտության հարց, ավելի շատ իրենք կեղծ թեզ են առաջ բերում եւ ամբողջ քարոզչա մեքենան փորձում են այդ ուղղությամբ աշխատացնել։ Հիմնական նպատակը Ռուսաստանի նկատմամբ սերմանել անվստահություն։ Հակառուսական տրամադրություններ զարգացնել այստեղ։ Հիմա դա ում է պետք այսօր։ Մենք տեսնում ենք, չէ՞, որ աշխարհում մեկ փորձում են դա անել ու հաջողության չեն հասնում։ Դասում են հապկը չեկավ մեզ օգնության, Ռուսաստանը դիրքորոշում չհայտնեց, որ օկուպացրեցին մեր տարածքները։ Այ հապկի նկատմամբ ես վերաբերմունքը նաև հրապարակային է ասել։ Հապկի երկրների հետ, բոլորի հետ Ադրբեջանի հարաբերությունները ավելի լավն են, քան Հայաստան։ Հապկով չի, որ մենք պետք է այդ հարցը լուծեինք։ Մենք հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ պետք է այդ հարցերի լուծումը տայենք։ Էստոնիայից այսօր շատ խոսացինք, Էստոնիան 1 միլիոնանոց երկիր է, 1.200.000։ ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց բարձ չի որ ՆԱՏՕ-ի ողնաշարը Միացյալ Նահանգներն է։ Ո՞նքի ողնաշարն է։ Եվ եթե անվտանգային հարց է դա, Էստոնիան չի գնում Լատվիայի հետ քննարկի կամ ֆինների հետ։ Էստոնիան այդ հարցը պետք է քննարկի Միացյալ Նահանգների հետ։ Եվ որոշիչ ձայնը եւ ասած որոշումը կայացնող լինի այո Միացյալ Նահանգները։ Հիմա իբ հապկ եք ասում, ասած մի անգամից այդ Լուկաշենկոյի պատկերն են կապվում հապկի հետ, հապկը մեզ չօգնեց։ Դու հապկի ողնաշար երկրի հետ դու այդ հարաբերությունները փչացնում ես, հետո ասում ես հապկը խիչ օգնեց։ Խիչ դեպ։ Դու ինքդ ասում ես սարի համար ես չեմ կռվելու։ Դեպքը պատահեց այդ սահմանի վերաբերյալ, ասում ես հապկը ինձ չօգնեց։ Հապկը օգնելու համար ամենանդեպս պրոցեդուրա պետք է լիներ եւ 1-2 ամիս պիտի տևեր։ Հիմա դու պիտի մի 2 ամիս կռվեիր, որ նույնիսկ այդ սաղ պրոցեդուրայով հասնեին ինչ-որ մի բան անել։ Դու եթե քո հողի համար չես կռվում, ոչ մեկը քո համար չի կռվել։ Պատճառները առաջերտին պետք է փնտրել այս Տապան Քոչարյան, Ռուսաստանը որևէ կերպ այս ամբողջ իրավիճակում մեղքի բաժին չունի։ Մեղքի բաժին գիտեք, երևի կարող է Ռուսաստանը ինչ ասել։
ասել դե լավ, ընդ ինչ որ հիմարություններ են անում, օրինակ իշխանությունները։ Բայց քանի որ հայ ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է, արի այդ հիմարություններին չնայեք, մենք ինչ որ մի բան անենք։ Մենք սա ենք ակնկալում Ռուսաստանից։ Միջպետական հարաբերությունները այդպես չեն աշխատում Ռուսաստանում։ Չեն աշխատում այդպես։ Ուրեմն մենք ասենց նեղված ինչ որ կողմի բան ենք, կեցվածք ենք ընդունել, միջդեռ այդ նեղված կողմի կեցվածքը պետք է ընդունել Ռուսաստանը։ Պրահայի ստորագրած փաստաթղթից հետո։ Որտեւ միջնորդական դերը Ռուսաստանի զորացրել ենք։ Զորացրել ենք, հետո ասում ենք, արի դու ոչ թե միջնորդ եղիր։ Դու ես զորացնում եմ քո միջնորդական դերը, բայց դու միջնորդ եղիր Ղարաբաղի հարցով Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև։ Այդի մանդատ Ռուսաստանը չունի։ Ժամանակին յակի մանդատը ուրիշ մանդատ։ Հիմա այդքանը պետք է բացատրել, պետք է մարդ